Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Տիկին Հակոբյան, մենք երեք ականատես եղանք իրադարձությունների զարգացմանը, թե ինչպես Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո, թե իրենք պատրաստ են եկեղեցին իրենց ձևով միջամտեն ու պաշտպանեն, հաջորդեց իրավապահների խոզարկությունը իր առանձնատանը, այնուհետև հավաքները, իր հայտարարությունները։ Նախ սկսենք սկզբից, ինչ էր նշանակում իրենց ձևով միջամտելը, դա ինչպես էր լինելու։ Ամբողջապես պետք է մեջ բերենք, ասում եթե քաղաքական գործիչները չկարողանան, մենք մեր ձևով կմասնակցենք։ Այսինքն ի սկզբանե Սամվել Կարապետյանն ասում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքական գործիչները եթե չկարողանան ինքը իր ձևով։ Իսկ ինքը հայտնի է հատկապես Ռուսաստանում քրեական հեղինակությունների եւ այլ նման մարդկանց հետ կապերով եւ իրենց միջամտությունը ոչ քաղաքական ձևերով կարող եմ ենթադրել, որ նաև դա է նշանակում, ինչը բնականաբար շատ քննադատելի է եւ հետ տանելի չէ։ Պարոն Կարապետյանը ճիշտ է Ռուսաստանում ունի բավականին մեծ աջակցություն, մենք տեսնում ենք ինչպիսի անձիկ են նրան լծվել պաշտպանելու Սալավիովներ, Զախարովաներ, Մարգարիտա Սիմոնյաններ, Զատուլիններ, բայց ներողություն մենք մեր երկրի պետականության եւ խորհրդանիշների ուրեմն պաշտպանությանն ենք լծված եւ պարտավոր ենք դա անել։ Տեղի ունեցածը շատերը շտապեցին որակել որպես քաղաքական հետապնդում, ապօրինի քաղաքական հետապնդում, դուք էլ ձեր խոսքում մեջ բերեցիք Ռուսաստանի ներկայացուցիչներին, որոնք որ աջակցության հայտարարություններով են հանդես եկել, նաեւ Սալավիովը, այսպես բուրըն արտահայտություններ էր հնչեցնում իշխանության հասցեին իր հաղորդման ընթացքում, այդ անձինք ինչ իրավունքով են միջամտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությանը, այն գործողություններին, որը անում է Հայաստանի իշխանությունը իր պետականության համար։ Նախ քաղաքական հետապնդման մասին, եթե ինքը քաղաքական գործիչ չէ, ինչ է նշանակում քաղաքական հետապնդում, հա? Ինքը անհատ է, կարող ասել, չգիտեմ, բիզնեսմենի հանդեպ է ինչ-որ հետապնդում, օրինակ եմ ասում, քաղաքական հետապնդումը սա հեչ տեղին բառ չեն օգտագործում եւ նաեւ սովորենք, որ նման անձիկ սկսում են քաղաքական հայտարարություններ անել, հետո ասել, որ այ տեսեք, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում, ինչ վերաբերում է Սալավիովին։ Մենք պաշտոնական մակարդակում նախորդիվ արդեն մեր գործընկերներին նաեւ պաշտոնական հանդիպումների ժամանակ մենք ասել ենք, որ չեն կարող իրենց խոսափող հանդիսացող մարդիկ մեր ներքին քաղաքական գործերին խառնվել, ինչը իրենց պաշտոնական դեմքերի կողմից եւս այո ասել են սխալ է, բայց մենք զերծ ենք մնում, մենք չենք ասում, մենք նման հայտարարություններ չենք անում, այսինքն Սալավիովին պետք է նախ իր երկրում փորձեն, այսպես ասած, գյամերը ձգել, թե չէ մենք դա կանենք։ Այս Սալավիովի մասին։ Մարիա Զախարովայի հայտարարությանն էլ, որ ասաց, թե տարօրինակ պատրվակով են Սամվել Կարապետյանին ձերբակալում, դա ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ, պարոն Կարապետյանը Ռուսաստանում ինչպիսի գործունեություն է ծավալում, օրինապաշտ է, հանցագործություններ կատարում է, թե չէ, դա թող Զախարովան որպես իր երկրի քաղաքացի թող այդ մասով խոսի։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներ են, չգիտեմ ովքեր են հանդես գալիս հայտարարություններում Հայաստանում ոտքի ելնելու կոչեր անում։ Կներեք, իրենք իրենց եղբայրական պետության հետ հենց հիմա իրար են սպանում, մեզ են ինչ-որ կոչեր անում։ Թող իրենք իրենց երկրով զբաղվեն, կլինի շոու բիզնեսի ներկայացուցիչը, կլինի հաղորդավարը, կլինի պաշտոնական ներկայացուցիչները։ Իսկ իրենց ձևով միջամտելու փորձեր, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը տեսել է եւ չի ուզում դրա կրկնություն։ Իսկ իրենց ձևով միջամտելու փորձը 99 թվականի հոկտեմբերի 27-ին էր։ Իրենց ձևով մարդիկ միջամտեցին, որոշ մարդիկ, եւ տեսանք ինչ կատարվեց այս շենքում նիստերի դահլիճում։ Եվ մենք նման կրկնություն չենք ուզում, չնայած նրան, որ կան շրջանակներ դաշնակցական, հայտարարում են, որ դա պետք է կրկնվի, դա անխուսափելի է եւ ակտը կլինի սրբության սրբոց։ Տեսեք Տիկին Հակոբյան, դուք նշում եք ահաբեկչական գործողության հոկտեմբերի 27-ի օրինակ հոկտեմբերի 27-ի մասին, երեք գիշերը, երբ որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, արդեն ինքը այսպես ասած ճուլանից դուրս եկավ, ինչպես նաև վարչապետն էր իր գրառման մեջ նշել, հայտարարեց, թե իր առանձնատանը հավաքված մարդկանց ասաց դաս տվեք սրանց։ Դա նշանակում էր հենց այդ կոչը, որ գուցե գնան նման գործողությունների։
Իրենց ակտիվությունից կհասկանանք ինչ նկատի ունեն, ինչ կոդերով են իրար հետ խոսում, դա իրենց ձևով միջամտելն է, իդեպ։ Մենք կտեսնենք նրանց պահվածքից, ինչ հրահանգներ է տալիս իր տան մոտ հավաքված տարբեր ուրեմն բերված մարդկանց, այդ թվում որոշ ընդդիմադիր падգամավորների, որոնց տենց դու էլ ես ստեղ բան, այդ տիպի վերաբերմունք է ցույց տալիս, կհասկանանք հիմա ինչպես։ Հիմա հերթագրվել են ելույթների համար, նաև ելույթներից կհասկանանք դաստալը ինչպես են հասկանում, այսինքն Սամվել Կարապետյանի մեծահարուստ մարդու հրահանգը ինչպես են կատարում։ Մենք տեսանք, որ իրավապահներից առաջ հենց ընդդիմադիր падգամավորներն էին արդեն Սամվել Կարապետյանի առանձնատանը։ Դա ինչի մասին էր խոսում։ Որպես տեր, այս մարդիկ ոչ թե իրենց գաղափարախոսությունն է, ոչ թե իրենց օրինակ կուսակցական սկզբունքներն են, ոչ թե իրենց նախընտրական ծրագրերն են, խոստումներն են, այլ որոշ մեծահարուստների, օրինակ Հայաստան Դաշինքի ֆրակցիայի ղեկավարն ով է։ Ասենք միլիարդատեր մարդ է Ռոբերտ Քոչարյանը, չէ՞։ Սամվել Կարապետյանն ով է։ Միլիարդատեր մարդ է։ Այսինքն այս մարդիկ ծառայում են փողին եւ կատարում են հրահանգներ եւ գնացել են անգամ չգիտեն ինչ է եղել, ինչու է իրենց երկրի պետական կառույցներից, ուժային կառույցներից մեկը, ազգային անվտանգության ծառայություն օրինակ, եկել ինչ որ քաղաքացու հետևից, չգիտեն, չէ՞ պատճառը։ Բա ինչի են այդտեղ կանգնած։ Ուղղակի հարուստ է դրա համար, թե ամեն ձերբակալվողի հետևից գնում են եւ տան դիմաց փակում են։ Անում են նման բան, չէ։ Մենակ մեծահարուստների դեպքում են անում։ Սամվել Կարապետյանը նաև հեծի մասին խոսեց, ասեց թքած ունեմ հեծի վրա։ Հեծի վրա թքած ունենալը, սա նշանակում է, որ ասում է իրենց վրա էլ, հեծի վրա էլ, հեծի աշխատակիցների վրա էլ նշանակում է, այն քաղաքացիների բաժանորդների վրա էլ, որոնք անընդհատ անջատումների պատճառով, հա, իրենց առօրյան չեն կարողանում կազմակերպել, որովհետև Սամվել Կարապետյանը մենաշնոր ունի այս ոլորտում։ Ինքը նման բաների վրա, որ թքած չունենալ, այդ իրավիճակը չէր լինի։ Թող ինքը իր խոստացած ներդրումներն անի, միլիարդավոր դրամների, թող ինքը իր ներդրումներն անի, բայց քանի որ թքած ունի, պարզ է, դրա համար էլ չի անում։ Տիկին Հակոբյան, նաև կարծիքներ կա, որ Սամվել Կարապետյանը, այսպես ասած, Ռուբեն Վարդանյան երկրորդն է Հայաստանի համար ու իր միջոցով Ռուսաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի սցենարը կրկնել։ Դուք դա հավանական եք համարում։ Տարբեր մարդկանց փորձարկեցին, հա։ Բերեցին, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանից մինչև հոգևորական բոլորին փորձարկեցին իշխանությունը զավթելու համար։ Հոգևորականներ, չգիտեմ, ովքեր, արտախորհրդարանական դեմքեր քաղաքական, հիմա անցել են ռուսաստանցի մեծահարուստներին, հիմա էլ իրանց են բանանում։ Հիշում եք, չէ՞, կուրատորով էր նշանակվել։ Հիշում եք, չէ՞, ինչ միֆեր են բանանում, հյուսվում նրա անձի եւ կարողությունների շուրջ։ Սա դրա փորձարկումն է։